Արցախ է հնչում Արամ Խաչատրյան համերգասրահում, բեմում Արցախ կամերային նվագախումբն է, առաջին մեծ համերգն է մայր հայրենիքում։ Ալեքսանդր Հարությունյանի ջութակի կոնցերտ, Միրզոյանի Շուշանիկ, Շոստակովիչ կամերային սիմֆոնիա դո մինոր, Բարտոկ ռումինական պարեր։ Բացառիկ այս ստեղծագործությունները հատուկ են ընտրել համերգի նախաձեռնողները։ Սա պետք է լինի մեզ համար ոչ միայն հայ ինքնության, արժանապատվության, արժեքների վերարժևորում, նաև Արցախի կամերային նվագախումբը պիտի շարունակի իր գործունեությունը եւ պիտի կարողանանք հիշել անունը, երբեք չմոռանալ, մինչեւ որ հասնենք բաղձալի նշակետին։ Մեր մեսեջը դա ներկայացնել հայ եւ միջազգային ունկնդրին բարձրագույն որակի հայկական եւ միջազգային դասական երաժշտություն։ Մեր նպատակը հավասարվել աշխարհի լավագույն կամերային նվագախմբերի մակարդակի, որտեղ ես համոզված եմ ոչ պակաս տաղանդավոր ազգ ենք, իմ կարծիքով ավելի տաղանդավոր։ Համերգի հովանավորը Արարատ բանկն է, նախաձեռնողներն առիթը բաց չեն թողնում շնորհակալական խոսք ասելու, կարևոր քայլ է։ Շատ շնորհակալ ենք իրենց բարձր գիտակցության համար, մշակույթի կողքին լինելու։ Շատ մեծ մեր համար չափանիշ է, երբ ֆինանսական կազմակերպությունը Արարատ բանկը գնահատում է դասական երաժշտությունը։ Արարատ բանկի համար մեծ պատիվ է նման միջոցառման կողքին կանգնելը, ասում է բանկի գործադիր տնօրենն ու հավելում, այս դեպքում ֆինանսների մասին խոսել ամենակիչն են ուզում։ Ընդամենը Արցախի կամերային նվագախումբ ասելով արդեն ինքը շատ տարողունակ հնչողություն ունի։ Այսօր մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի մեկս մյուսին դրական լիցքեր տանք, փաստենք, որ Արցախի կամերային նվագախումբը արժանի է, որպեսզի ավելի մեծ բեմերում հանդես գա։ Եվ մենք բոլորս պետք է նպաստենք, որ նրանք միշտ ունենան հաջողություն։ Այս օրինակ ծրագրերը շարունակական են լինելու, վստահեցնում է բանկի գործադիր տնօրենը, մշակույթի կողքին են մշտապես։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։